Ողջույն ընկերներ, այսօր մեքենայի զաշիտնիկն է պոկվել եւ ես որոշել եմ քանդել եւ նոր կյանք տալ այս զաշիտնիկին։ Շատ տանջված վիճակում է գտնվում։ Տեսեք։ Նորից պոկված, գերնի նկած։ Դուք լույսը։ Դրան։ Տեսեք։ Այս վիճակում է գտնվում զաշիտնիկը։ Հիմա ինչ պետք է անել։ Պետք է կանգնեցնել մի քիչ բարձր տեղ, եթե իհարկե չունեք յամա կամ պադյոմնիկ, մի քիչ այսինքն տեղի կանգնեցնել, որ մեքենան բարձրանա, բայց շատ զգույշ պետք է լինել, որտեղ հանկարծ եթե ռուշնոյի տորմոզը կտրվի, կարող է շատ վատ դեպք պատահի, դրա համար դնում եք պարկինգի վրա, մի քիչ մեքենան փորձում եք, տեսնեք հանկարծ չշարժվի, քարեր դրեք տակը, շատ զգուշությամբ։ Տեսնում եք, սա զաշիտնիկն է, գցվում է գետին։ Այստեղ պոկված է, բայց մի հատ կլիպսա պահում է դեռ։ Ուրեմն պետք է գտնել 1, 2, հնարավոր է նաև այնտեղ վերջում մի հատ լինի, վստահ չեմ, բայց ոնց որ թե կա այնտեղ վերջում։ Ուրեմն այս 3 հատվածներից կանջատեմ իրան, կհանեմ, կտանեմ տուն, կլվանամ մի հատ, կպցնեմ ու ձեզ ցույց կտամ, թե ինչ կստացվի։ Երկար տանջվելուց հետո կարողացա քանդել հին զաշիտնիկը, տեսնում եք ինչ վիճակում է գտնվում, ամբողջությամբ ծռմռված, ցածվածները ընդհանրապես պոկված, յուղի մեջ, եթե կարողանայի նորը գտնել, իհարկե ցանկալի կլիներ նորը դնել, բայց քանի որ մեքենան հին տարեթվի մեքենա է, նոր գտնելը բավականին դժվար էր, Թբիլիսի ռազբորկա նորմալ մանեկա չգտա, ուտիլներում չգտա, դրա համար տանեմ տուն եւ փորձեմ սա վերանորոգել։ Դե ինչ, ավարտեցի զաշիտնիկի վերանորոգման եւ ներկման աշխատանքները եւ հիմա ուղևորվում եմ դեպի Թոխմաղ, որտեղ ինձ ասել են, որ կա պադյոմնիկ, այդ պադյոմնիկի վրա եմ մեքենան կանգնեցնելու եւ զաշիտնիկը ամրացնելու։ Ինքս չգիտեմ, այդ պադյոմնիկը չեմ տեսել, բայց ասել են, որ այդտեղ կա անվճար պադյոմնիկ։ Յամա չունեմ գարաժում, պադյոմնիկ չկա իմ տարածքում, դրա համար գնում եմ դեպի Թոխմաղ, որտեղ եւ կանցկացնեմ այդ աշխատանքները, տեղադրման աշխատանքները, զաշիտնիկի եւ ձեզ ցույց կտամ վերջնական արդյունքը եւ պադյոմնիկի տեղն էլ կիմանաք, կարողա ձեզ էլ պետք է։ Ահա եւ ես գտա պադյոմնիկը, ընկերներ, ուրեմն ինչպես գտնել, Մասիվի կողմից որ գալիս եք Թոխմաղով, գալիս եք, ասնում եք Արգիշտի լիճ, Արգիշտի լիճով իջնում եք ներքև եւ
Այստեղ կա Տեխասմոտրի կետ։ Տեխասմոտրի կետի հենց անմիջական կողքին է գտնվում այս պադյոմնիկը, խնդրեմ։ Սա Տեխասմոտրի շենքն է եւ սա պադյոմնիկը գտնվում է Ազատամարտիկների պողոտա 1-11 հասցեով։ Գալիս եք այստեղ, բարձրանում եք պադյոմնիկի վրա եւ կարող եք մեքենայի տակը աշխատել։ Հիմա շատ զգուշությամբ պետք է բարձրանամ, տեսնեմ կարողանամ մենակով առանց որևէ օգնության ճիշտ բարձրանամ այս պադյոմնիկի վրա, ինչպես տեսնում եք, պադյոմնիկն է ամենալավ վիճակում չի գտնվում, պետք է փորձել բարձրանալ։ Չուզեցի ես դիմել ռիսկի եւ ամբողջությամբ բարձրանալ, հատկապես որ այստեղ էլ պադյոմնիկը հարթ չէ, տեսնում եք ինչ է կա այստեղ։ Ես էլ մենակ եմ, մարդ չկարողություն ցույց տա։ Ավելի լավ է, ավելորդ ռիսկի չդիմել։ Կանգնեցնել այսպես մեքենան։ Մեկը լավագույն պադյոմնիկը չի իհարկե, բայց այս պարտությունը բավարար է մեր զաշիտնիկը տեղադրելու համար։ Հիմա գնանք զաշիտնիկի հետևից, որը գտնվում է բագաժում։ Տեսնում եք զաշիտնիկը շատ զգուշորեն։ Տեսնում եք արդեն ներկված, կպցրած։ Ինչքան լավ վիճակում է հիմա։ Տարբերություն դրա, ինչ մենք ունենք։ Գնանք զաշիտնիկը այստեղ եւ գնանք Տեսնում եք ինչքան է թարմացել։ Եվ գնանք կլիպսաները բերելու։ Վերցնենք կլիպսաները եւ սկսենք զաշիտնիկի ամրացման աշխատանքները։ Այս կլիպսաները պատվիրել եմ Օզոնից եւ արժե մոտ 1200 դրամ։ Իհարկե ավելի հեշտ կլիներ, եթե մինչև վերջ բարձրանայինք, բայց դե ոչինչ, մի քիչ դիսկոմֆորտ կլինի, բայց ավելորդ ռիսկի չենք դիմելու ընկերներ։ Ահա եւ հասանք տեղ, հիմա պետքա ցկենք զաշիտնիկը։ Պրոցեսը երթացնելու համար ես խորհուրդ եմ տալիս մի հատ կովրիկ վերցնել սալոնից, բերել այստեղ փռել եւ հանգիստ վրան նստել։ Ուրեմն գտնում ենք անցքերը, որտեղ որ պետք է եւ ամրանա զաշիտնիկը, կամ սա է, կամ սա, ավելի շուտ երևի սա։ Բերեք մոտեցնենք ու տեսնենք թե որտեղ ավելի տրամաբանական կլինի։ Հաշվի առնելով այս կլորությունը ենթադրում եմ, որ հենց այստեղ պետք է այն գտնվի, հա։ Այսպես։ Տեսնում եք, այստեղ կա այսպիսի անցք եւ այսպիսի դուրսընկածություն։ Այսինքն սա պետք է սխմենք ստեղ։ Իսկ սխմենք այսինքն։ Եվ այնտեղ նույնպես, հա։ Այսպես պետք է լինի զաշիտնիկը։ Եվ հիմա ցկեմ ձեզ ցույց տամ, թե ինչ կստացվի արդյունքում։ Տակի հատվածը ավարտելուց հետո, տեսնում եք տակի հատվածը ավարտել եմ, այստեղ կողքից պետք է նաև ցկել, ակի կողքով կարելի է բարձրանալ, այստեղ տեսնում եք։ Սա պետք է կա եւ այն կլիպսայի մեջ մտնի։ Իր 5 կլիպսան է, որը պետք է հանել ընկերներ, տեսեք, ուրեմն քանի որ այս անցքը գտնվում է ակի դիմաց, հարմար կլինի, եթե ակը թեքեք այս կողմ ու տեսնում եք այս ծակը բացվի, ձեռքը հանգիստ կաշխատի այստեղ։ Մի ակի կողմը ավարտեցի, երկու տեղ կամրացնելու այնտեղ եւ երկու տեղ կայունացնելու այս մի կողմում, ինչպես տեսնում եք ակը թեքել եմ։ Ահա, վերցնում ենք կլիպսան, մտցնում ենք ստեղ, մտցնում ենք ստեղ եւ գտնում ենք վերջնակ կանանցքը, այդ տեսնում եք այնտեղ։ Ընկերներ, զաշիտնիկը ամրացված է եւ հիմա ցույց տամ ինչ տեսք ունի այն, այս կողմից եմ ամրացրել։ Հիմա իջնեմ պադյոմնիկի ներքևը ցույց տամ, թե ինչ տեսք ունի։ Այսպիսին է տեսքը պադյոմնիկի ներքևում, տեսնում եք։
Սև, ներկած, գեղեցիկ, մակուր, պինդ, լավ զաշիտնիկ ստացանք, որը նոր զաշիտնիկը շուկայում այս նույն նոր զաշիտնիկի նորը արժե 60,000 դրամ ընկերներ, այսինքն հանելով, լվալով, վերանորոգելով դուք կարող եք խնայել 60,000 դրամ, ծախսել եմ ընդամենը կրեի գումար, սկոչի գումար, կլիպսաներ եմ պատվիրել, ճիշտ է մեկնաբառուն էի, բայց նրանք փոքր էին և պատվիրեցի նաև ևս մեկը, տեսնում եք մի հատ այստեղ կա, մի հատ հետևի կողմից, ինքնուրույն կարող եք այդքան մեծ գումար խնայել, շնորհակալություն ուշադրության համար, հետևեք ինձ YouTube-յան ալիքում և հաջողություն ձեզ։